Ինչ վնաս է հասցրել Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի անտառներին մոտ մեկ շաբաթ բորբոքված հրդեհը։ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի ավարտել ուսումնասիրությունը։ Հրդեհներն ամբողջությամբ մարելու մասին հինգշաբթի երեկոյան են հայտնել, ժամանակ է պետք պարզելու համար, թե անտառածածկ ինչքան տարածք է այրվել։ Վայրի բնությունը ինքը եթե 4 բան ջնջում ես, շատ դժվար է դա վերականգնել։ Եթե սա էնդեմիկ օրինակի 4 տեսակը, որը միայն այդ տեղում է բնակվում կամ աճում կամ չգիտեմ, տեղը որ արդեն դու ջնջում ես, ո՞նց պետք է նոր տեսակը, այս տեսակը նորից վերականգնել։ Վայրի բնությանը աղետալի վնաս կարող է պատճառված լինել, ահազանգում են բնապահպանները, չնայած ըստ ներքին գործերի նախարարության որևէ կենդանու անկման պատճառ չեն դարձել հրդեհները, նրանց բներն ու որջերը մոխրացել են։ Անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը եւ կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ։ Շրջակա միջավայրի նախարարը հորդորել է բնակիչներին բնակավայրերին մոտեցած վայրի կենդանի նկատելու դեպքում անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին, որ հնարավոր լինի ապահովել եւ մարդկանց եւ կենդանիների անվտանգությունը։ Անգամ տեսախցիկներն են ֆիքսել, թե ինչպես են անտառի բրդոտ բնակիչները փախել կրակի լեզուներից Լոռիի անտառներում։ Անհանգստանում են բնապահպանները, անտառները լքած կենդանիները դեռ երկար ժամանակ չեն վերադառնա։ Ընդհանրապես բնության մեջ որ մի բան ոչնչանում է, դու տեղը չես կարող նույն բանը ստեղծել։ Բնապահպան Ինգազ Արաֆյանը գիտի, որ կրակը կուլ է տվել անգամ Կարմիր գրքում գրանցված որոշ բույսեր։ Ես համոզված եմ, որ շատ է տուժել, հիմնականում իհարկե կարող է տուժնել մեր բուսական աշխարհը։ Եվ այդ տեսակների մեկ, որոնք աշխարհը չունեն։ Ինչ որ հիմա կատարվում, ահա հետ է։ Աղետ, որ կարող է կանխվել, եթե մի կաթիլ ջրի կարոտ մեր անտառների մոտակայքում չոր ցախ, տերևներ չվառեն, չհանգցրած ծխախոտ չշպրտեն մարդիկ։ Այն մարդը, որը գցում է իր սիգարետը չոր անտառում եւ չի նայում ինչ է լինում իր սիգարետի հետ, ինքն էլ անտառի տշնամի։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը միայն հինգշաբթի տերևների եւ խոզանների այրման 10 դեպք է գրանցել։ Անօդաչու թռչող սարքերի միջոցով արձանագրված այդ դեպքերը անպատիժ չեն մնալու, իրավախախտները հնարավոր է տուգանվեն։ Աննա Գյուլնազարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։